Մեր երրորդ սխալը, որը կարծում եմ ամենամեծ ու կործանարար սխալներից է, այն էր, որ մենք շարունակեցինք ցուցաբերել գավառասիրական հայրենասիրություն, անկախ նրանից, որ մենք անկախություն ձեռք ենք բերել 34 տարի առաջ։ Պատերազմի օրերին ինձ համար ավելի պարզ դարձավ, որ մարդկանց զգալի մասը իրենց հոգու խորքում իրականում Արցախը չէր դիտարկում որպես Հայաստանի մաս, այլ որպես լիովին այլ պետություն։ Եվ ցավոք սրտի, մինչև հիմա էլ է այդպես։ Դրա համար հայության մեծ մասի սիրտը բնավ չցաված, երբ թշնամու կողմից օկուպացիայի տակ ընկավ Արցախը։ Ցավալի է, որ ադրբեջանցիները Արցախը ավելի շատ էին համարում իրենցը, քան մենք, անկախ նրանից, որ Արցախը բնականաբար միշտ հայկական հող է եղել։ Այս գավառասիրության ամենավառ օրինակներից մեկն այն է, որ հենց առաջնագծում հաճախ լսում էի. ինչու եմ Հայաստանից եկել Ղարաբաղ կռվեմ, եթե ղարաբաղցիներ կան, ովքեր գնում են Հայաստան քեֆ են անում։ Մեկն էլ կար, որ ասում էր, ես երբեք զենք չեմ վերցնի, մինչև թուրքը չգա իմ գյուղ։ Այսպիսի տհաճ մտքերն ու խոսքերը ինձ շատ էին բարկացնում, եւ հաճախ վիճաբանության մեջ էի մտնում զինվորների հետ նման բաներ լսելիս։ Նման արտահայտություններից ավելի հակահայկական ու հակապետական արտահայտություններ չեմ լսել։ Նման խոսքերը տրամաբանությունից ու ողջամտությունից զուրկ են, որոնք երբեք չպիտի հանդուրժվեն ապագա ազգային պետությունում։ Ես նրանց միշտ պատասխանում էի. բա որ թուրքերը հարձակվեն Իջևանի կամ Կապանի վրա, եւ հարյուրավոր կամ հազարավոր իջևանցիներ կամ կապանցիներ փախտեն գան Երևան։ Դա նշանակում է, որ մենք չպետք է մեր կյանքով պաշտպանենք Իջևան կամ Կապանը։ Նման հարցերին չէին կարողանում պատասխանել, որովհետև պարզ կերևար իրենց տգիտությունն ու երկերեսանիությունը։ Այն նույն տրամաբանությամբ ես, որպես ԱՄՆ-ում ծնված ու մեծացած հայրենադարձ, կարող եմ ասել, ինչու եմ տեղափոխվել Հայաստան, եթե տասնյակ հազարավոր հայեր արտագաղթում են, կամ ինչու եմ եկել պատերազմ, եթե շատերը բանակից փախչում են։ Իհարկե պետք է հաշվի առնենք այն, որ շատերը նման բաներ ասում են, որպեսզի արդարացնեն իրենց վախը եւ փախչելու միտումները։ Բայց ամեն դեպքում նույնիսկ նման բան մտածելը կամ ասելը ոչ միայն վախկոտություն է, այլև պարզ դավաճանություն։